Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում ակտիվացել են քննարկումները Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետագա գործընթացի շուրջ։ Հայաստանյան ընտրությունները, ինչպես այլուր, Ադրբեջանում ևս դիտարկում են Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև պայքարի անկյունից։ Ընդհանուր ընկալումն այն է, որ հաղթել է արևմտամետ ուժը իդեմս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության։ Բաքվում սա կանաչ լույս են համարում խաղաղության գործընթացի ճանապարհին։ Այնուամենայնիվ, Ադրբեջանում խաղաղության հաստատումը շարունակում են կապել Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցի հետ։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թեև ստացել է ձայների մեծամասնությունը եւ միանձնյա ձևավորելու է կառավարություն, սակայն չի կարողացել ապահովել 2/3 մեծամասնություն խորհրդարանում, ինչն անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվեի նշանակման համար։ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի սահմանադրության նախաբանից հանվի հղումը անկախության հռչակագրին, որը հղում է անում խորհրդային Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման փաստաթղթին։ Ադրբեջանցի պատգամավոր Էրքին Քադիրլին ասել է, որ հանրաքվեի անցկացումն այլընտրանք չունի, որովհետև դրա կազմակերպումը քաղաքական կամքի հարց է։ Իրավական մեխանիզմներ կգտնվեն, կարևորը քաղաքական կամքն է։ Մեկ այլ պատգամավոր քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էլ համոզված է, որ դա հեշտ գործ չէ, հաշվի առնելով հանրաքվե անցկացնելու ժամանակատարությունն ու անհրաժեշտ թվով մասնակցության ապահովումը։ Արտերկրում կազմակերպած հանրաքվեներին մասնակցում է սովորաբար ձայնի իրավունք ունեցողների ոչ շատ մեծ տոկոս, հետևաբար Հայաստանի պարագայում գուցե մասնակցության թիվը չանցնի 30%, ասել է նա։ Իդեպ Հայաստանի սահմանադրության համաձայն հանրաքվեի արդյունքների հաստատման համար անհրաժեշտ է քվեարկելու իրավունք ունեցողների առնվազն 50% քաղաքացիների մասնակցությունը։ Ադրբեջանում կա նաև մտավախություն, որ Հայաստանի իշխանությունները վկայակոչելով խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունենալու փաստը, արևմտյան գործընկերների աջակցությամբ կարող են հրաժարվել հանրաքվե անցկացնելու մտադրությունից։ Դրա տրամաբանությունն այն է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը կարող են օգնել Հայաստանին այդ հարցում, ունենալով մեծ շահեր հաղորդակցային ուղիների բացման հարցերում։ Բոլոր դեպքերում Ադրբեջանի թե քաղաքական, թե փորձագիտական դաշտում հնչում է այն համոզմունքը, որ հանրաքվե նշանակելու հեռանկարը այլընտրանք չունի եւ որ Բաքուն չի համաձայնի այլ սցենարների։ Ադրբեջանում Հայաստանի խորհրդարանական ընտրությունները համարում են նաեւ Ռուսաստանի դիրքերի թուլացում։ Սա ընկալվում է Հարավային Կովկասը ինքնուրույն աշխարհաքաղաքական միավորի վերածելու հնարավորություն, որը ինչ-որտեղ նման է կենտրոնաասիական երկրների մոդելին։ Հիմնական շեշտադրումը հաղորդակցային ուղիների զարգացումն է, որի պայմաններում պետք է մեծանան փոխկապակցվածությունը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանում այս գործընթացները իհարկե սեփական առաջնորդությամբ են պատկերացնում, քանզի Բաքուն իրեն սկսել է դիրքավորել որպես տարածաշրջանային ուժ։